Հարգելի հետևորդներ, ողջույն, եւ այսօր պատրաստելու եմ ազգային գառնի երախ։ Այսօր անհրաժեշտ է սմբուկ, վերցրել եմ բավականին խոշոր չափսի 3 սմբուկ, մեզ անհրաժեշտ է պղպեղ, լոլիկ, վերցրել եմ նաեւ սոխ, իմ կողմից ես ավելացնելու եմ այսօր գազար, վերցրել եմ տավարի աղացած միսը, տոմատի մածուկի փոխարեն օգտագործելու եմ բարբիքյու սոուսը, այս սոուսի մասին ես արդեն խոսել եմ նախորդ տեսանյութում, հավի տապակայի տեսանյութում կարող եք դիտել, իսկ համեմունքներից այսօր օգտագործելու եմ սև և կարմիր պղպեղները, համեմի աղացած սերմը և աղը։ Եվ իհարկե մեզ անհրաժեշտ է բուսայուղ տապակելու համար։ Դե ինչ հարգելի հետևորդներ, անցնում ենք գործի առաջնահերթ, մաքրում ենք սմբուկը, հեռացնում ենք պոչերը և հատուկ սարքով շերտ-շերտ հեռացնում ենք կեղևը։ Այնպես, որ կեղևը հեռացված լինի շերտ-շերտ և լինի սպիտակ սև, որպեսզի լինի գեղեցիկ։ Վերցնում ենք հարմար դանակ և մեջտեղից կտրվածք ենք անում։ Ահա, անցնում ենք պղպեղին, պղպեղը պարզապես այսպես կտրում ենք մեջտեղից և առայժմ այսքանը։ Մնացածը կկատարենք տապակելուց հետո, ես ցույց կտամ թե ինչպես։ Հիմա արագ կերպով կկտրատենք լոլիկը, բաժանում ենք լուսնաձև, այսպես։ Կտրատում ենք ոչ այնքան հաստ և ոչ այնքան բարակ իհարկե։ Կկտրատենք սոխը, բաժանում ենք երկու մասի և կտրատում ենք մանր։ Գազերը անցկացնում ենք քերիչով։ Ահա, թերևս ամեն բան պատրաստ է, ասեմ, որ միսը, որ ես աղացել եմ առայժմ ոչինչով չեմ համեմելու, հիմա ասում ենք կրակի մոտ և տապակում ենք բոլոր բաղադրիչները և միսը զուգահեռ։ Այժմ երկու տապակի մեջ ավելացնում ենք բուսայուղ, այս մեկի մեջ ես տապակելու եմ միսը, մսի համար ավելացնում ենք ավելի քիչ բուսայուղ, իսկ մյուսի մեջ տապակելու եմ բանջարեղենը։ Առաջնահերթ կտապակենք սմբուկները, իսկ այս մեկի մեջ առաջնահերթ կտապակենք սոխը։ Այսպես, ասեմ, որ բանջարեղենը մենք պետք է տապակենք մինչև լիարժեք փափկելը։ Հիմա մի փոքր աղ կավելացնենք սմբուկին։ Մոտ 2-3 րոպե անց արդեն սոխին կարող ենք ավելացնել գազարը։ Սոխին ավելացնում ենք գազարը։ Այսպես կտապակենք 2-3 րոպե առավելագույնս։ Մեզ անհրաժեշտ է, որ գազարը մի փոքր ընդամենը փափկի։ Սոխին և գազարին ավելացնում ենք միսը։ Եվ հանգիստ տապակում։ Այսպես աղացած միսը պարբերաբար պետք է այսպես ծեծել, որպեսզի եփվելու ընթացքում մսի մանր կտորները չկպնեն միմյանց, այլ լինեն միմյանցից առանձին փշուրներ։ Առաջին սմբուկը ես արդեն հանել եմ, այն փափկել է, պատրաստ է, ցույց կտամ հետագայում։ Հիմա այս ազատ հատվածում ավելացնում ենք 2 պղպեղ միանգամից։ Տեսեք, թե ինչ մեծ լավ պղպեղներ են վերցրել, հատուկ այս ուտեստի համար իդեալական կամապատասխանի։
Պղպեղները նույնպես տապակում ենք մինչև փափկելը և բոլոր կողմերից կարմրելը։ Դե ինչ ժամանակն է մսին ավելացնել համեմունքները։ Կխառնենք։ Եվ կավելացնենք բարբիքյու սոուսը։ Այս սոուսը մսին կհաղորդի փափկություն, հյութեղություն և իհարկե համ։ Այս նույն ափսեով կավելացնենք մի փոքր ջուր։ Խառնում ենք։ Տեսեք, թե ինչ ախորժելի հրաշալի սոուս ենք ստանում։ Անցել է մոտ 10 րոպե, կեթենք ևս 5 րոպե, այսպես 15 րոպեն լիովին բավական է։ Ես ուզում եմ, որ միսը մնա հյութեղ հենց այս հյութի մեջ, որպեսզի լցոնելուց այս ամբողջ հյութը մենք լցնենք բանջարեղենի մեջ և գառնի երեխը ստացվի շատ համեղ, շատ հյութեղ։ Եվ այսպես հարգելի հետևորդներ, ամեն բան արդեն պատրաստ է։ Մենք տապակեցինք սմբուկը, պղպեղը, պատրաստեցինք միջուկը։ Ես փորձեցի, ստացվել է անմահական, անչափ համեղ։ Իդեպ ինչ վերաբերում է բարբիքյու սոուսին, ասեմ, որ հիմա ես անվանումը չեմ ասի, թե որ տեսակի, որ բրենդի սոուսից եմ օգտվում, սակայն կասեմ, որ դա հայկական արտադրության է, և եթե ձեզ այն հետաքրքիր է, գրեք մեկնաբանություններում ես կգրեմ, թե որ բրենդից դուք կարող եք օգտվել, որպեսզի ստացվի այսչափ, անչափ համեղ միջուկ, որը իր մեջ ներառում է այս տեսակի բարբիքյու սոուսը։ Ինչու եմ ես ասում այս տեսակի, որտև այդ տեսակի սոուսը լինում է տարբեր 100 տեսակի բարբիքյու սոուս գոյություն ունի, այս մեկը լավագույնն է։ Ես ձեզ հավաստիացնում եմ և ձեր գրպանին համապատասխան և հասանելի բաղադրիչներով, մի խոսքով։ Անցնում ենք հաջորդ գործողությանը, մենք այստեղ մի թեթև գործողություն ենք անելու պղպեղի հետ կապված։ Հիմա մենք թողել ենք, որ պղպեղը լավ սառչի և ինչ ենք անում։ Այսպես զգուշորեն դանակով կտրում ենք սերմերը, այսպես, այս հատվածը։ Շատ հեշտ է կտրվում, քանի որ եփված է, և այսպես հեռացնում ենք սերմերը։ Ահա։ Այսպես և հիմա առաջարկում եմ պղպեղները դնենք այսպես, չէ, ավելավ է այսպես և սմբուկները դասավորենք, նույնպես գտնում ենք այն հատվածը, որտեղից կտրվածք ենք արել, ահա այդ հատվածը, այսպես զգուշորեն բացում ենք, մեզ անհրաժեշտ է լինելու գթալ, այսպես լավ զգուշորեն բացում ենք, վերցնում ենք միջուկից, այսպես ջրալի հավեսով, տեսեք ներքևում հեղուկ է, վերցնում ենք այնպես, որ այդ հեղուկը նույնպես լցվի գթալի մեջ և լցոնում։ Տեսնում եք, որքան շատ եմ ես միջուկից լցնում, ամեն ինչ առհասարակ
սիրում եմ անել շռայլ կերպով, որ ամեն ինչը լինի շատ, բավականաչափ, որպեսզի ուտողը կշտանա միանգամից, հագենա, այսպես ասած։ Իդեպ դուք կարող եք միջուկից լցնել ավելի քիչ եւ օգտագործել օրինակ ավելի շատ սմբուկ կամ պղպեղ։ Ըստ ձեր ցանկության այսքանը առայժմ շարունակում ենք հիմա կտրատված լոլիկները, որոնք մենք կտրատել ենք սկզբում, այսպես դասավորում ենք յուրաքանչյուր լցոնած բանջարեղենի վրա 2-3 հատով, այսպես։ Եվ հիմա այս համեղությունը տեղափոխում ենք ջեռոց, նախորդ տաքացված ջեռոց մոտ 180 նույնիսկ 200 աստիճանի ներքո պետք է եփենք 15-20 րոպե, որից հետո այս անչափ համեղ ազգային ուտեստը կլինի պատրաստ։ Եվ այսպես հարգելի հետևորդներ, ամեն բան արդեն պատրաստ է,